Սպորտում որքան կարևոր է հետևել եւ աջակցել մարզիկների մարզումային գործընթացին, նույնքան կարևոր է նրանց պաշտպանել տարբեր խնդիրներից, հատկապես մրցավարական անարդարությունից։ Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մենք ականատես եղանք հայ մարզիկների նկատմամբ մրցավարական անարդարության։ Խոսքը հատկապես վերաբերվում է Միհրան Հարությունյանի եւ կորեացի ըմբիշի գոտեմարտին, որտեղ մեր մարզիկը խայտառակ մրցավարության պատճառով պարտվեց եւ զրկվեց մեդալից։ Այդ գոտեմարտում Միհրանի դեմ գոտեմարտում էր մի ամբողջ մրցավարական բրիգադ, ինչը նույնիսկ անզեն աչքով նկատելի էր։ Սովորաբար անպատժելիությունը ծնում է նոր արատներ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մեզ տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ամենայն լրջությամբ հետամուտ եղավ, որպեսզի մեղավորները խստագույնս պատժվեն։ Մենք փորձառու մարզիչների եւ մրցավարների հետ ամենայն լրջությամբ ուսումնասիրելով այդ գոտեմարտը, եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր մարզիկի նկատմամբ անարդարացի են եղել։ Հանդուրժելը կնշանակեր թույլ տալ, որպեսզի մեր մարզիկների նկատմամբ հետագայում են նման կերպ վարվեն, եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իդեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի դիմեց համապատասխան մարմիններին, որպեսզի հետամուտ լինեն գործին, ու քանի որ մեր բողոքը արդարացի էր ու ծանրակշիռ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց որակազրկել այդ 5 մրցավարներին։ Սա շատ կարևոր է, որովհետև այն կսթափեցնի բոլոր մրցավարներին։ Վստահ եմ, այս քայլը ոչ միայն հօգուտ հայ մարզիկների է, այլ բոլոր նրանց, ովքեր սեփական քրտինքով եւ արդար ճանապարհով են կերտում իրենց հաղթանակները։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է հետևել հայ մարզիկների ելույթներին, եւ եթե կրկին լինի անարդարություն, ապա մենք անպայման կբարձրաձայնենք դա եւ ամեն ինչ կանենք, որպեսզի մեղավորները խստագույնս պատժվեն։